Գևորգ Գրիգորյանի և նոր սիրելի Քրիստինայի հարաբերությունների մասին միայն վերջերս է հայտնի դարձել, բայց թեման արդեն սկսել է լայնորեն քննարկվել ու տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ։ Նման քննարկումների ֆոնին Քրիստինան ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել հետևորդների հետ, ակնարկելով նաև հարսանիքի մասին։ Ինստագրամյան օգտատերերից մեկը Քրիստինային հարցրել էր. «Ինձ հարսանիք կհրավիրես»։ Ի պատասխան Քրիստինան գրել էր. «Իսկ դու ինչպես ես մտածում»։ Իհարկե այո։ Փաստացի նա չի հերքել, որ ինքը և Գևորգ Գրիգորյանը ամուսնության ծրագրեր ունեն։ Դե իսկ Star News-ն էլ հետևում է իրադարձություններին, որպեսզի ձեզ առաջինը դրանց մասին հայտնի։ Իսկ այժմ աստղային այլ նորություններ։ Դերասանուհի Մանե Հակոբյանն իր ինստագրամյան էջում շարունակում է շատ ակտիվ լինել։ Նա նկարահանման տաղավարից նոր տեսանյութեր է հրապարակել։ Նույն տեղից հրապարակումներ արել է նաև դերասան Լևոն Մկրտչյանը Կարո Հովհաննիսյանի հետ։ Ինչպես երևում է, Գոյամարդ հեռուստասերիալի նկարահանումները բուռն կերպով շարունակվում են։ Անմարդկային եղանակային պայմաններում եք նկարահանման։ Юху, эй, как да? Чак. Я просто на. Просто, не банас. Ау. Այլանդա թարգի։ Ունացելով քարջ շպրտեց իր հոպարից վրա։ Նկարել ես։ Տենամ։ Ինչ է տենաս։ Տենամ ինչ ենք անում, գիժ բաներ ենք անում։ Այսա ընտանիքա։ Ամեն բրտեք։ Ինչի է։ Այս շնորհքը։ Այս շնորհքը։ Շնորհ չէ, անշնորհ կա։ Քեզ ինչ կա մազերը կարճ է։ Դերասանուհի Լիանա Վանոյանն էլ շարունակում է ուրախություն պատճառել իր երկրպագուներին և ինստագրամյան հետևորդներին։ Նա կրկին անգամ կապի է դուրս եկել և շատ զվարճալի տեսանյութերով կիսվել։ Առաջարկում ենք դիտել դրանցից մի քանիսը։ Սավարորդը ինձ Մալդիվներ ա բերել, արդեն կապնվել եմ հետը։ Հենց կուզեի մտ սիրած ունենայի, հա հենց տենց, ընկեր չէ, սիրած։ Կռվեինք, սենց դուրս գայի, այս սենց քյավարի տրասով քշեի զանգեր, սենց նա տեսնեինք, նա չպատասխանա։ Գնա դե հիմա հասկացում ես կորցրել, Արման, տուն էլ ավ էիր երկում։ Այդ տենց, զանգա, չպատասխանա։ Բայց իմ մեջ ուրախանա, հերթվեի, ուրեմ սիրում եմ։ Իդեպ այս նորություններից եմ, որ ճաշտիրը լցրել եմ վրաս։ 33 տարեկան եմ, երեկվա լակոտով ոչեմ եկել ենք Մալդիվստան։ Գեղարքունիքի մարզ, վերին Մալդիվներ։ Եկել ես լավ տեղ ենք եկել։ Չեք պատկերացնի։ Ընկերիս ա բարար։ Կարող է ինչ-որ մեկը անցնելու Սևանի մեջ կապույտ էլիքսիր եք լցրել։ Գիտեք ինչ Մալդիվներ ա։ Մենք Քյավառի ճանապարհին ենք, գնում ենք լավ տեղ, հետո հետ ենք գալու, որտեղ յուրաքանչյուր լավ տեղից մարդիկ միշտ հետ են գալիս։ Եվ ես գնալու եմ այսօր ժողովի, հետո փորձի, հետո արդեն Ուկրաինա, հետո արդեն Բելգիա և Վրաստան։ Նույն վարորդի հետ։ Լեռնիկա անունը, այնքան հաճելի կին ա։ Լեռն։ Չանա, ախ լերնես։ Շատ։ Ահա, հասանք ծովը, վերջ կա։ Ախ չի սոյ, կներեք։ Ճանապար։ Հեի գնաց, ճաննա, 100 գրամը ստուպել ես, ասել ես կենթանի կենթանին դու ես, եղավ։ Ես իմ համար ծովը։ Կապույտ այն, խոչայնա, արիմի պայս, չաղան, աղ, ընգնում ես ծովը կուրած, կոպ են դրել ես, բայ, կոպ են, հարուրես դրան ավելը, սալերս 1200 դրան։ Դերասան Կարեն Հովհաննիսյանը բաժանությունից հետո ևս շարունակում է ակտիվ լինել ինստագրամյան հարթակում, որտեղ էլ այսօր կիսվել է դստեր մասնակցությամբ նոր տեսանյութով։ Առաջարկում ենք դիտել դա։ Այդ ավտոն
որ դուրս են հանում վաճառում են, պետք է ինչ-որ մեկը բանանի, ինչ-որ մեկը որ ուզի ավտո քշի։ Եթե ինչ-որ մեկը հավանում է այդ մեքենան կամ տենց մեքենա է ուզում, առնի գալիս է այդտեղից առնում է։ Հա։ Բա դու ինչ ես ուզում։ Ինչ։ Բա դու ինչ ես ուզում։ Չգիտեմ ինչ ավտո ունենա։ Չէ, ավտո չէ, նոր ինչ էր ասում, ինչ ես ուզում։ Հələ վերկաց ասա։ Նոր։ Դե չգիտեմ։ Նոր ինչի մասին էինք խոսում, հեծանիվի։ Հա։ Ինչ հեծանիվ։ Իմ հեծանիվը ուզում եմ լինի, չգիտեմ ինչ նկարած լինի վրան, բայց որ ասեմ ես գիտեմ։ Դերասանուհի եւ երգչուհի Դիանա Մխիթարյանը շատ շուտով ընտանիք կկազմի։ Նա սիրելիի հետ նոր տեսանյութ է հրապարակել, պատմելով այն մասին, որ այսօր միջոցառման են մասնակցում։ Ребятки, всем привет! Մենք այսօր եկել ենք առիթի։ Բարեբրազ։ Здравствуй. Здравствуй. Այսպես սիրունացած ու такая вот такие мы. Вот. Մեզ մաղթեք լավ ժամանց։ Չէ՞ ռազ։ Գնացի։ Իսկ լրագրող Արուսիկ Տիգրանյանի ընտանիքը մեկնել է հանգստի։ Այդ ընթացքից Արուսիկը մի քանի տեսանյութերով կիսվել է։ Դրանք ընտանեկան են եւ շատ ջերմ։ Եկեք սիրելի ֆոլովերներ, բոլորով ուղարկենք սմտիկներ Միլանի օդանավականին այս հատուտի համար։ Մենք խնդրում ես վերևից սխարան է, եթե ոչ մի հատուկ տեղ չենք մտել, այս ուղարկի այսենց Միլանի օդանավականի մի անկյունում կազմակերպված է հրաշալի միջավայր Արփիի եւ իր եվրոպացի գործընկերների համար մենք պետքա թռնենք ստեղից Կոպենհագեն, մեր թռիչքը ուշացել է եւ սա ուղակի փոփոխություն էր մեր համար, տեսնենք ինչքան կլրվենք այստեղ, մեզ բարի ժամանց։ Ընդամենը 15 րոպե է քայլում ենք Կոպենհագենով, բայց ես ինչ շքեղ քաղաք է, ես ինչ խաղաղություն է։ Հավանել ես Կոպենհագենը արփ։ Ուտունի բադիկա։ Բադիկա թե կարապ։ Կարապա։ Երկու տանիք են։ Ես ընտանիք են արփ աստորեն։ Լարի մոտիկ դինենք։ Էնել իրենց ձակուկի կարապիկն է։ Լողանում են տեսել է իրանց ման։ Մադդոկ։ Ինչ արփ։ Մադդոկ։ Mother dog-ն է, ճիշտ է։ Էնը baby dog-ն է։